Եկեք սկսենք մեր դասը։ Տեսեք նախ մի քիչ ծանոթացնեմ դե դասընթացները ոնց է լինելու։ Դասընթացները կոնկրետ front-end-ը, հա, ինքը իր մեջ ներառում է երկու փուլ։ Առաջի փուլը դա HTML, CSS, հա, դրանք են Bootstrap եւ այլն։ Հետո երկրորդ փուլը նոր արդեն JavaScript-ն է։ Առաջի փուլը ընդհանուր 30 դասընթաց է լինելու, իսկ երկրորդ փուլը 50 դասընթաց է, այսինքն իրար հետ ընդհանուր 80 դասընթաց է։ Այդ դասընթացների ժամանակ այստեղ ինչ պրոյեկտներ դասերի ժամանակ անցկացվում է, ինչ պրոյեկտներ մենք անում ենք իրար հետ, դուք ինքնուրույն դա անում եք եւ ուղարկում եք Telegram-յան մեր կանալին, հա, այնտեղ մեր գրուպային եք ուղարկում, որ մենք տեսնենք ձեր աշխատանքները, հասկանանք, որ իրականացրել եք, նախ որովհետեւ աշխատանքի ընդունման համար, հա, պետքա գալու ձեր, այսինքն դուք պետքա ձեր պորտֆոլիոն սարքեք, ճիշտ է, թե ինչ աշխատանքներ եք կատարել։ Դրա համար նույն աշխատանքը ինչ որ մենք կատարում ենք, դուք էլ եք կատարում։ Դե դուք իհարկե կարող եք փոխել, հա, պարտադիր չի նույնը։ Հիմա կանենք արդեն ընթացքում པարզ կլինի։ Նախ եկեք մի հատ նոր ֆայլ բացենք։ Տեսեք, նոր folder բացեցինք, չէ՞, այնտեղ էկրանին։ Ահա, հիմա այստեղ ֆայլի վրա եք սեղմում, ֆայլ։ Հետո գնում եք open folder, folder-ը դի պապկեն է։ Հա? Open folder-ի վրա եք սեղմում, հեսա։ Ահա, open folder-ի վրա եք սեղմում, ընտրում եք այստեղից lesson 1-ը, հա, որը նոր հենց բացեցինք։ Ահա։ Սա կընտրեցինք։ Հիմա այդ lesson 1-ի մեջ կբացենք մեր առաջին HTML ֆայլը։ Ոնց ենք բացում HTML-ը։ Նախ front-end-ը սկսելու ենք HTML սովորելուց։ Հա։ HTML, տեսեք, եկեք անունը դնեմ ես index.html։ Ուրեմն, ու վերջում կարող եք enter տալ։ Հա, տեսակ չէ, այս փոքր կա պլյուսիկը, հա, պլյուսի։ Փոքր պլյուսի վրա եք սեղմում, հետո հավաքում եք index.html, վերջ, ֆայլը բացված է։ Հա։ Index-ի տեղը կարող եք ցանկացած անուն գրել։ Կարող եք ինչ ուզենաք, կարող եք գրել index-ի տեղը, հա։ Index-ի տեղը կարող եք գրել, օրինակ, կարող եք նույնիսկ ձեր անունը գրել, հա։ Օրինակ Աննա,
Ռոբերտ, պատահական, հա, ինչ ցանկանում եք, այնպես կարող գրել։ Ես կոնկրետ գրել եմ index, բայց get HTML-ը պարտադիր է։ Այս վերջում որ կա get HTML, եթե get HTML չգրեք, ուղղակի ինքը համակարգը չի հասկանա, որ դուք HTML ֆայլ եք բացում։ Այնպես որ get HTML-ը պարտադիր է, հա։ Ուրեմն index-ի տեղը ցանկացած ինչ ուզում եք գրում եք, բայց այդ get HTML-ը պարտադիր գրում եք get HTML։ Եվ վերջ, բացվեց ձեր առաջին HTML ֆայլը։ Հիմա առաջի բանը որ անում ենք, դա ուրեմն восклицательный знак եք հավաքում ու սեղմում եք tab կոճակը։ Восклицательный знак-ը, դες ուզում եք եկեք մի հատ ջնջեմ, մի հատ էդ ստամ, ուրեմն восклицательный знак-ը դա մեկն է։ Ձեր ստեղնաշարի վրա, համակարգչի ստեղնաշարի վրա դա մեկն է։ Մեկի վրա նշան կա, չէ՞, восклицательный знак։ Shift-ը կարող եք պահել այդ մեկի վրա սեղմել восклицательный знак ու դրանից հետո սեղմում եք tab։ Էլի ձեր ստեղնի վրա tab կոճակ կա։ Հա? Հենց այդ մեկ ստեղնի տակն է այդ tab-ը։ Ու tab-ի վրա եք սեղմում։ Ու ինքը միանգամից այսքան բան է բերում։ Հիմա կհասկանանք, թե այս ինչի համար է։ Այս սկզբնական կոդերն են, որ պարտադիր պետք է անեք։ Հա? Ուրեմն ոնց ենք անում, բացեցինք մեր Visual Studio-ն, չէ՞։ Բացեցինք մեր պապկեն, որի մեջ պետք է որ աշխատենք։ Հետո միանգամից ստեղծում ենք file index.html, ու անունը կարևոր չի, կարևորը .html, восклицательный знак, tab ու վերջ։ Հա, այդ հիմնական կոդերը բերեց։ Մենք այստեղ ունենք ծրագիր, հա, որով պետք է սկսենք ու ավարտենք։ Ու այստեղ ամբողջությամբ գրված է հիմա մենք էլ իրար հետ ամբողջությամբ կնայենք, թե որ կետը, հա, որ tag-ը ինչի համար է։ Եկեք սկսենք նախ այս doctype HTML-ից, չէ՞, եթե նկատեցիք, այստեղ առաջինը վերում է doctype HTML։ Բոլոր HTML փաստաթղթերը պետք է պարտադիր սկսվեն doctype-ով։ Ինչի՞, որտեվ դա ոնց որ տեղեկատվություն է, թե ինչ ձևի փաստաթուղթ է։ Տեսեք, այստեղ սկզբում գրված է HTML, չէ՞, ու ամենավերջում էլի գրված է HTML։ Նկատեցիք։ Այսինքն ինչ կոդ գրելու ենք, մենք էս գրելու ենք էս բացվող HTML-ի միջև ու փակվող HTML-ի միջև։ Այսինքն եթե նկատեցիք, թեգերը մենք էս ձևի ենք գրում։ Հիմնականում, հա, հիմնականում թեգերը լինում են բացվող ու փակվող։ Կան ուրիշ ձևի թեգեր, բայց մեծամասնությունն են հիմնական թեգերը հենց այսպես են։ HTML, տեսեք։ Հա, ճակերտների մեջ գրում ենք HTML։ Մեջ ինչ որ բաներ ենք հավաքում, ինչ որ թեգեր ենք հավաքելու, հա, կարևոր չէ։ Հետո, էլի ճակերտներ ու տեսեք, փակվող թեգի ժամանակ նույն HTML-ն է, չէ՞, HTML, տարբերությունը որն է, այս փակվող թեգի ժամանակ մի հատ թեգից եք դնում, նոր եք HTML գրում։ Հա, HTML ու փակվող թեգի ժամանակ մի հատ թեգից հետո նոր HTML։ Հա, ու սա կոչվում է բացվող, փակվող թեգ։ Սա ինչ էր կոչվում, բացվող, գրենք բացվող, փակվող թեգ։ Հա, սա կոչվում է բացվող ու փակվող թեգ։ Okay, ուրեմն գրում ենք այս HTML-ի մեջտեղում։ Հա, նո, այստեղ HTML մենք պետք է առանձին հավաքենք, այստեղ արդեն հավաքած է։ Ես ուղղակի առանձին գրեցի, որ տեսանելի լինի։ Տեսնում եք, մի հատ HTML-ը ստեղ է գրված, մի հատը փակվել է HTML-ը։ Հա։ Ուրեմն այդ սկզբից HTML գրված անչի համար, մենք այսքան չենք հավաքելու, մենք ուղղակի восклицательный տակ թեփ եք տալու ինքը բերի, բայց այսքանը պետք է հասկանանք, թե այս ինչա գրված, չէ՞։ Գրված է նրա համար, որ HTML-ը հնա հասկանանք, որ սա HTML ֆայլ է, հա։ Հետո այստեղ ինչ ունենք։ Ունենք title tag։ Դնում եք, այստեղ ունենք title, մեջտեղ գրված է document։ Հա, document, այսինքն title ինչա նշանակում։ Title նշանակում է վերնագիր։ Ու տեսեք, որ title-ը էլի ինքը բացվող փակվող թեգ է։ Title, հետո մեջտեղ ինչ որ բան է գրված, հետո էլի title փակվող այդ գծիկով, թեգով։ Հա, sense գծիկ title։ Տեսեք։ Okay։ Title նշանակում է վերնագիր։ Ու վերնագիրը պետք է լինի նախ տեքստային։ Հա, տեքստ պիտի լինի։ Ու ինքը, հեսա ցույց կտամ, որ տեղացույց տալիս, ինքը ոնց որ վերնագիրն է ձեր կայքի լինելու։ Հա? Ինքը լինելու է ձեր կայքի վերնագիրը։ Ու շատ կարևոր է
SEO-ի համար, SEO-ի համար գիտեք ինչ է այստեղ օրինակ, եթե ինչ-որ մի բան եք հավաքում եք ծրագրավորման դասընթացներ, հա? Եթե ինչ-որ մեկ իր կայքի վերնագիրը դրել է այստեղ ծրագրավորման դասընթացներ, կբերի հենց ձեր կայքը։ Որտեղ Google-ը search-ա տալիս, այդ title-ի մեջ հասկանում է այդ ձեր կայքը ինչի մասին է։ Հիմա եթե դուք վերնագրի մեջ գրել եք web ծրագրավորման դասընթացներ, ինքը search տվեց տեսավ, որ ձերը հենց web ծրագրավորման դասընթացները է, այս title-ի մեջ հենց առաջինը ման է գալու, ու միանգամից ձերը ցույց է տալու։ Այսինքն, այստեղ ձեր կայքի վերնագիրն անելու, ու վերնագիրը պետք է լինի շատ կոնկրետ, որ միանգամից ցույց տա, թե այդ կազմակերպությունը ինչ ծառայություն է մատուցում։ Հա, որտեվ երբ որ Google-ում point scan տալիս, ինքը հենց միանգամից անդրադարձ է կատարում այս title-ի միջի եղած գրածին։ Հիմա տեսեք, թե այս title-ը ինչ է։ Հիմա ցույց տամ։ Օրինակ տեսեք։ Այս title-ի մեջ գրված է document, չէ՞։ Հիմա այս document-ի մեջ եկեք մենք գրենք ինչի դասընթացներ գրենք, հենց web ծրագրավորման դասընթացների կայք ենք բացում։ Web ծրագրավորում, հա։ Save ոնց ենք տալիս, էլի, ձեր մոտ control ստեղ կա, հա, CTRL։ Control ստեղնից ու S ստեղնը իրար հետ ստեղում եք, մի հատ control, մի հատ S, save տվեցիք, հա։ Դուք կարող եք save տալ ուրիշ ձև էլ, այստեղ save կա, տեսնում եք, save կողեք սա։ Ահա, տեսեք այս save-ի կողքն ինձ գրած է control S, հա։ Ուրեմն control S-ն եք ստեղմելու, հա։ Կամ ուղղակի այստեղի save-ն եք ստեղմելու, ու control S ավելի հեշտ է։ Հետո աջ կլիկ եք տալիս մկնիկը եւ գնում եք open with leave server, open with leave server, որ գնում եք ինքը արդեն բացում է։ Հիմա տեսեք, բացեց web ծրագրավորում, տեսնում եք, որ հենց այստեղ վերևը գրված է web ծրագրավորում։ Տեսեք, սա մեր կայքն է։ Կայքն ու դատար կա, որտեղ ոչ մի բան դեռ չեն կարել, հա, բայց վերնագիրը տեսեք web ծրագրավորում։ Հասկացաք, թե ինչա կարևոր հենց SEO-ի համար։ Այսինքն Google ինքը post կա տալու, այստեղ վերևի վերնագրերը մի հատ ընդհանուր նայի։ Հա, դրա համար պետք է լինի շատ ճիշտ title-ի միջի գրված վերնագիրը։ Okay։ Սա title-ի մասին։ Հետո եկեք մի հատ անցնենք head տարին։ Այստեղ head կա, չէ՞, head։ Okay։ Head տարը ուրեմն մետատվյալների համար նախատեսված կոնտենտներ է, հա, ինքը հենց մետատվյալների համար է։ Այստեղ տեսնում եք, որ մրած է meta, հա, մետատվյալների համար է, so նեվ տեղադրված է HTML tag-ի եւ body tag-ի միջև։ Դե հա, HTML tag-ի ու body tag-ի միջև։ Տեսեք, մի հատ կա, երկու բաժին կա, այսպես ասած, հա, HTML-ի մեջ։ Մի հատ ընդհանուր HTML ենք տալիս, մի հատ սկզբից, մի հատ վերջից։ Ու երկու բաժին գոյություն ունի։ Մի հատ head-ն է, head-ը ինքը գլուխն է։ Head գլուխ է նշանակում։ Այսինքն գլխի մեջ կդնեք վերնագրեր, հետո այնտեղ կդնեք նաև որոշակի հղումներ, հա, եւ այլն։ Հետո կանցնենք թե ինչեր կարող եք այդտեղ դնել։ Այդ վերնագիրն է, այսինքն այն ամենայն հիմնական բաները դնելու եք այդ գլխի մասում, չէ՞, ոնց որ վերնագրի մասում ինչ կդնեք։ Հիմնական բաները, քիչ բաներ կդնեք, բայց այն գլխավոր բաներն եք, չէ՞, դնելու։ Իսկ body նշանակում է մարմին։ Իսկ մարմնում արդեն կլինի այն ամբողջ կայքը, հա, որը որ պետքա գրեք, հավաքեք։ Okay, ուրեմն ուներ երկու բաժին, մեկը head-ն էր, չէ՞, տեսնում եք, head-ը բացվել է, այստեղ փակվել է tag-ը գծով, հա, բացվող փակվող թեղը։ Ու ներքևը body-ն է բացվել ու body-ն փակվել է, okay։ Ուրեմն երկու բաժին ուներ, մի հատ head, մի հատ body, հա։ Երկու բաժնով այդպես աշխատում ենք։ Այստեղ այս մետատվյալները որ կա, այստեղ իրականում իրանք ոչ մի բան ցույց չեն տալիս էկրանի վրա, այստեղ իրանք ուղղակի ցույց են տալիս, հղում են կատարում, որ ֆայլը HTML է, հա, օրինակ այստեղ որ գրված է HTML լանգավասարը EN նշանակում է, որ անգլերեն լեզուն է, հա, ձեր ֆայլը անգլերեն լեզվով է լինելու։ Նո, այսինքն այստեղ որ հավաքելու եք ամեն ինչ անգլերեն եք հավաքելու, հա։ Այսինքն ինքը ցուցադրվող տվյալներ չեն, սա պարտադիր է, որ այսպես լինի, որ այսպես sense ուղղակի թողնում ենք։ Այստեղ մեզ մենակ title-ի մեջտեղինը պետքա փոխենք ըստ մեր ցանկության, հա, ինչ որ վերնագիրն է, այդ վերնագիրը պետքա դնենք։ Մնացածը ոնց որ կա, տենց պետքա թողնենք։ Հետո body tag-ը ինչ է սահմանում։ Body tag-ը ինքը փաստաթղթի մարմինն է, չէ, արդեն ասացինք, ու պարունակում է ամբողջ բովանդակությունը բնականաբար, ինչ կներառի body-ի մեջ ձեր կարծիքով։ Լիքը բաներ, պատկերներ, պարբերություններ, ամբողջ տեքստը, հա, որ հավաքենք այդ նկարներով,
տեքստերով, չէ, կայքը ինչ է ներառում իր մեջ, նկարներ, տեքստեր, նույնիսկ վիդեոներ, չէ, այդ ամբողջը լինելու է բնականաբար body-ի մեջ։ Հիմա եկեք մեր առաջին tag-ը անցնենք, արդեն մի քանի հատ անցանք, հա, նկատի ունեմ tag անցնենք, որը body-ի մեջ կարանք գրենք, դա h1 tag-ն է։ H1-ից H6 tag-երը օգտագործում ենք HTML վերնագրերը սահմանելու համար։ Հա, H1-ից H6 tag-երը օգտագործում ենք HTML-ի վերնագրերը սահմանելու համար։ Ուրեմն, եկեք այստեղ գրենք։ Ուրեմն տեսեք, tag-ը ոնց ենք հավաքում։ Կարանք գրենք չակերտ H1, չակերտը փակենք, հետո մի հատ չակերտ բացենք tag-ից H1, բայց հեշտ ձև ենք ասում, հա։ Կարող եք ուղղակի հավաքել H1, ահա, տեսեք հավաքեցի հայերեն ամի բարգան, H1, տեսեք հավաքեցի։ Հիմա ընդհանրապես սեղմում եք էլի tab-ի վրա, ինքը ավտոմատ բացելու է։ H1 հավաքեցիք, tab-ի վրա սեղմեք։ Tab ստեղնի վրա, հա։ H1, տեսեք։ Դե կարող եք 0-ով հավաքել հենց sense ոնց որ կա։ Բայց եթե 0-ով այդքան աշխատանք չեք ուզում տանեք, H1 հավաքում եք, tab-ի վրա եք սեղմում։ Ահա։ Ինքը էլի բացվող փակվող tag է, ճիշտ է։ Տեսեք, այս հետ բաժիններ, հետ բաժինից գնացինք, չէ, մեզ հետ բաժինը պետք չի բացարձակ։ Անցանք body բաժին, այս HTML-ը եկել ներքև տանենք, մեզի պետք չի։ Հիմա body բաժնում մեջ աշխատելու ենք։ Ուրեմն H1։ Հա, տեսեք, H1-ը բացվեց, H1-ը փակվեց։ Ահա։ H1-ը ինչ էր? H1-ը վերնագիր։ Հա, վերնագրի համար է։ Օրինակ եկեք գրենք դե որ գրել ենք web ծրագրավորում, եկեք հենց վերնագիրը դնենք HTML։ Հա? HTML։ Okay։ Եկեք այսպես անենք։ Հիշում եք ոնց ենք save տալիս, Ctrl+S, չէ, Ctrl+S, save ենք տալիս Ctrl+S ու գնում ենք ու նայում ենք։ Open with love server-ով։ Ճիշտ է։ Տեսեք վերնագիր HTML։ Հա, title-ի միջինը web ծրագրավորում վերևը գրված է, իսկ ներքևը գրված է մեր HTML-ը։ Եկեք այս կողքիները փակենք, որ մեզ չխանգարի, ասենց ավելի լավ կերա։ Հա? HTML։ Գրված մեր գրեցինք արդեն վերնագիր։ Հիմա տեսեք, այնտեղ գրված էր, որ H1 կա, բայց բացի H1-ից կա նաև միջև H6, չէ՞։ Ճիշտ է։ Եկեք այդ սաղ մտնենք։ H1-ը դա ամենամեծ վերնագիրն է, այսինքն երբ որ ուզում եք տառը մեծ լինի, հա, տառի չափսը մեծ լինի, ուրեմն հավաքում եք H1։ Եթե ուզում եք մի քիչ ավելի փոքր լինի տառի չափսը, հավաքում ենք H2։ Եկեք բոլորի մեջ հավաքենք HTML։ Էսի H2-ն է, հա, Ctrl+S տվեք, այսինքն սախրանից տվեք, Open with Live Server, էլի սախմեք։ Տեսեք, էսի H1-ով էր հավաքվել, էսի H2-ով է հավաքվել, ավելի փոքր է։ H1-ից իրականում մինչև H6 կարող եք հավաքել։ 6 հատ tag ունի, հա։ Եկեք իր 6-ն էլ հավաքենք, որ դուք չափսերը տեսնեք։ H5 HTML H6 HTML ու Ctrl+S եք տալիս ու գալիս եք Open with Live Server, okay? Իրականում կարող եք այստեղ ուղղակի թարմացնել Open Live Server չտակ, բայց ոչ մենք տվեցինք։ Հա, ուղղակի ուզում եմ հիշեք այդ, որ այնտեղ գրված է, որ աչք կլիկ եք տալիս Open with Live Server-ը պիտի սեղմեք, հա, դա ուղղակի հիշեք, որ դրա վրա եք սեղմել։ Լավ, տեսեք, այս H1-ով է գրված, այս H2-ով է գրված, այս H3, այս H4-ով է գրված, այս H5-ով է գրված, այս էլ H6-ով է գրված։ Հա, H6-ով գրված է, գրեթե չի երևում։ Այսինքն եթե մեծ տառերով եք ուզում վերնագիրը լինի, այս եք հավաքում, հա, եթե փոքր տառերով եք ուզում լինի մի քիչ ավելի փոքր եւ այլն։ Ընտրում եք զուտ չափսը։ H1-ից H6 կարող եք հավաքել։ Լավ։ Ուրեմն, նորից եմ ասում, ինչ որ կայք եք սարքում, հա, ամեն դասին մենք պրոյեկտ եք անելու, ու այդ պրոյեկտը դուք պետքա ինքնուրույն պարտադիր տունը անեք, չէ, որովհետեւ միայն սա լեզու չի, հա, օրինակ եթե անգլերեն լեզուն միայն վիդեո դասերը պետքա նայեք, անընդհատ նույն վիդեո դասները նայում եք ու տպավորվում է, դա լեզվի համար աշխատում է, բայց
կոնկրետ ծրագրավորման համար պետք է նայեք ու նույն բանը անեք, հա, նույն բանը պետք է ինքներդ էլ անեք։ Դրա համար նույն բանը ինքներդ էլ կարող անեք, բայց տեսեք, կարևորը որ դուք ձեր ինքնուրույն աշխատանք անեք, օրինակ, այսինքն այս թեգերը պետք է ինչ թեգ մեկանցնում են, դու պետք է թեգը օգտագործած լինեք, բայց ինչ ձևով օգտագործած կնեք, դու կարող եք փոխել, պարտադիր չի նույն բանը անեք, կարաք նույն բանը անեք, բայց կարող եք նաև փոխել։ Օրինակ, կարող եք գրել h1 ու մեջը HTML չգրել, ձեզ կարող է հետաքրքրել բայց սա ուղղակի փորձնական է, դրա համար հավաքում եք lorem 10 կամ կարող եք հավաքել lorem 100, ինքը 100 հատ պատահական բառ կբերի։ Հավաքում եք lorem 10 կամ lorem այդ թիվն եք գրում, ինչքան բառ եք ուզում որ ինքը գրի, պատահական ու վերջում tab եք տալիս, հա։ Վերջում tab-ը չմոռանաք։ lorem 10 tab կամ lorem 100 tab կամ lorem 20 tab, կարևոր չի թիվ։ Okay, ահա, տեսեք հիմա ինքը պարբերություն է, հա, եկեք մի հատ սախրանից տանք, Control S տանք ու գնանք Open with Div Server-ի տեղ եկեք սենց անենք, հա, ահա, ինքը արդեն բերել է։ Տեսեք, էսի վերնագիրն է, վերնագրի տակ արդեն եղանք ինչ-որ պարբերություն։ Դե եթե էսի ավելի մեծ լիներ, պատկերացրեք սենց մի հատ եկա պարբերություն էր լինելու, հա։ Բայց մենք այստեղ ինչ ունենք։ Ունենք նաև մի հատ Pentag, այս Pentag-ը իրականում շատ կարևոր է, ինքը ընդգծում է տեքստի մեջ, այսինքն մի մասը։ Տեսեք, երբ որ մենք h1-ն ենք ընտրում, երբ որ pin ենք ընտրում, p-ում տնում ենք ինչքան լիքը բան է գրված։ Հա, lorem եւ այլն, այսքան լիքը բան է գրված։ Հիմա եթե ուզում ենք մենք մենակ այս lorem-ից օրինակ այս ինչա գրված temporra, հա, ուզում ենք մենակ դա ընտրենք, գրում ենք span, հա, գրում ենք span, tab ենք տալիս,
տեմպորան եկեք քաթանենք ու այստեղ կոպի անենք, հա։ Մտցնենք այս փենի մեջ։ Ու սախրանիսան։ Այսինքն ինչ որ չափով այս փենով այս տեմպորան ոնց որ մերձեցինք, առանձնացրեցինք այս ամբողջ բարբերությունից։ Հիմա եթե մենք նայենք, թե այստեղ ինչով ենք առանձնացրել, այդ տեմպորա բառը կտեսնենք, որ ոչ մանավանդ չենք առանձնացրել, նույն բանն է մնաց։ Հիմա տեսեք, այս իրականում առանձնացնում ենք ինչով, որոշակի հատկանիշներով, այսինքն եթե ինչ-որ բան առանձնացնում ենք, ինչով ենք առանձնացնում, իր գույնով ենք առանձնացնում, իր ձևով ենք առանձնացնում, ճիշտ է, ինչ-որ մի փոփոխություն պետք է վրան անենք։ Եթե փոփոխություն չենք արևնում, ինչով ենք առանձնացրել, բնականաբար ոչ մանավանդ չենք առանձնացրել։ Հա, այդ շատ լավ հասկացանք։ Իսկ փոխելու համար, այսինքն պետքա ինչ-որ կոդեր հավաքենք, օրինակ տեմպորային գույն տանք։ Այսինքն սփենը երբ կօգտագործենք, երբ որ այս ամբողջ բարբերությանը չենք ուզում գույն տանք, օրինակ այս ամբողջ բարբերությունը չենք ուզում կարմիրով գրենք։ Մենակ այս բառը ուզում ենք պարտադիր կարմիրով գրենք, այդ դեպքում սփենի մեջ կվերցնենք ու նենց կանենք, որ այս մեջտեղի բառը լինի կարմիրով։ Հա։ Լավ, եկեք այստեղ ամենայն դեպս մի հատ tag կա, BR tag-ը։ Եկեք դա էլ անցնենք, նոր կանցնենք մնացած tag-երին։ Հա։ Լավ։ Եկեք ես մի հատ այս BR tag-ն է պարտադիր նայենք։ Տեսեք, BR tag-ը ինչի համար է։ BR tag-ը նրա համար է, որ երբ որ BR-ը գրում եք, ոնց որ լինի enter տակ, այսինքն միտող ինքը իջացնում է ներքև ձեր գրվածը։ Օրինակ, հենց այս տեմպորան պատկերացրեք, ուզում ենք ինչ անենք։ Ուզում ենք, որ ինքը գնա այն մստող։ Տեսեք, այստեղ թե դուք ոնց կհավաքեք, այդ իրականում այդքան էլ նշանակություն չունի, եթե նկատեցիք ինքը սենց մի տողով գնացել է։ Հա, մենք այստեղ տեսնում եք 3 տողի վրա ենք գրել այդ մեր բարբերությունը, բայց ինքը տեղ մի տողով է գնացել։ Այսինքն ստեղի ձեր տված բացատները իր վրա չեն ազդում։ Բայց եթե ուզում եք, որ այս տեմպորան գնա մի տող ներքև, հավաքում եք BR ու tab եք տալիս։ Հիմա եթե նկատեցիք, BR-ը ինքը բացվող փակվող tag չէր։ Ինքը ընդհանրապես ցույց է տալիս, որ պիտի հաջորդ տողը գնա այն մյուս հաջորդ բարբերությունը գնա այն մյուս տող։ Ահա։ Ուրեմն BR-ը ինքը միայնակ tag է, ինքը բացվող փակվող tag չէ։ Հետո control-s տվեք, եկեք այստեղ նայենք։ Տեսեք, տեմպորան արդեն իջավ ներքև։ Հիմա եթե ուզում եք այս կողքի բառն էլ իջնի ներքև, չենք ուզում որ տեմպորայի կողքը լինի։ Տենում եք։ Իր կողքն կգրենք BR, ասենց եկեք անենք։ Ու եկեք հավաքենք BR ու tab։ Control-s։ Ու եկեք գնացինք այստեղ։ Տեսեք, իջավ մի տող ներքև։ Ուրեմն իշեք BR-ը հենց հավաքում եք, հա։ BR-ը բացվող փակվող չի, այսինքն մեջը պետք չի ոչ ման գրել, ինքը միայնակ է, հա։ BR-ը հավաքում եք, tab եք տալիս ու վերջում այդ հաջորդ դրանից հետո ինչ կա, արդեն կգնա մի տող ներքև։ Okay։ Լավ, այս ընդհանուր թեգերն էր։ Հիմա եկեք անցնենք այն թեգերը, որոնք ինչ որ դիզայն են տալու մեր տեքստին։ Okay։ Այսքան հավաքեցինք, պետք է ինչ որ դիզայն տանք, թե չտանք։ Ասա, տեսեք, այստեղ ինչքան բան է հավաքած, հա, պետք է դիզայն տանք։ Okay, դիզայնի համար այսօր մենք անցնելու ենք 1, 2, 3, 4, 5 հատ tag ենք անցնելու։ Հա, նույն 5 հատ tag-ը ունի մի քանի տեսակներ, իհարկե։ Լավ, եկեք սկսենք font size-ից։ Font size-ը ինչ է, հենց font-ի բառացի որ թարգմանեք ինչ կստացվի։ Բառացի որ թարգմանեք կստացվի font-ի չափսը, չէ՞։ Եկեք տեսնենք ստեղ ինչ ունենք։ Օրինակ կոնկրետ այս մեր օրինակում font size-ը հավաքված է։ Տեսեք, օրինակ այս մեր տեղում գրված է font size 25 պիքսել։ Ներնեկի համար, այստեղ լորոմով ինչ-որ տեքստ է հավաքված։ Լավ, եկեք մենք տանք ինչ-որ մի բան։ Գնանք այստեղ։ Որից սկսենք, եկեք սկսենք հենց այս pen-ից։ Հիմա տեսեք, իրականում մենք անցնելու ենք հետո նաև CSS, հա, ու երբ որ CSS անցնենք, այդ ամբողջ այդ դիզայնը, բանը, ամեն ինչ, մի քանի դասի հետո ենք այդ CSS անցնելու, որովհետև CSS-ը ինքը HTML-ի հետ է, իրար հետ են անցնում, էլի, հա, առանցին չենք կարող անցնել, այսինքն այդ ամբողջ կոդերը մենք գրելու ենք առանձին ֆայլով, առանձին CSS ֆայլով, բայց
առաջի դասի համար, եկեք ավելի հեշտ տարբերակ ընտրենք։ Ուրեմն տեսեք ինչ ենք անում։ Սփենը կա։ Սփենը կա։ Այս սփենի մեջ եկեք մի քիչ կցնենք իրար որ։ Այս սփենի մեջ եկեք գրենք style, հա։ Ուրեմն style-ը հավասար է, այս style-ի մեջ հավաքում ենք CSS-ի կոդերը, այսինքն դիզայնը, հա, չափսը կլինի, գույնը կլինի, ինչ որ մի դիզայն, որ ուզում ենք տանք, դա հավաքում ենք style-ի մեջ։ Ուրեմն եկեք գրենք font size, այնա ինքը առաջինը բերում է, տեսնում եք font size։ Font size ու հավաքում ենք օրինակ 25, թող լինի պիքսել։ Չափսը դուք կարող եք մեծացնել, փոքրացնել, հա, ոնց է համար կլինի։ Դուք դրա համար ձեր ինքնուրույն պրոյեկտը կարող եք ստեղծել ինքնուրույն ձեր սիրած դիզայներով, հա, ու ավելի հետաքրքիր, քան այստեղ մենք ստեղծում ենք։ Okay, span style-ը տվեցինք font size 25 պիքսել, հիշեցիք, չէ՞։ Ուրեմն եթե ինչ-որ style-ը դա ստիլն է, չէ՞։ Հա։ Ուրեմն տեսեք, S1 2 3 4 Այս 4-ը կոդը, որ մենք անցանք, հա, H1-ը span-ը, BR-ը, 1-ը P կոդը։ Tag-ը, հա, այս 4 tag-ը, որ մենք անցանք, այդ tag-երը HTML-ի tag-երն էին։ Հիմա մնացածը ինչ որ անցնելու ենք։ Այս font size, text align, background color, text transformer, մեկը text decoration line-ը։ Իրանք արդեն CSS-ի կոդեր են, իրանք արդեն style-ի մեջ են գրելու։ Ուրեմն այս 5 կոդը style ենք գրելու, հավասար տանք ու նոր մեջը գրենք, որտեղ իրանք ընդհանրապես տեքստն են, ինչ որ ֆոն են տալիս, գույն են տալիս, հա, դիզայն են տալիս եւ այլն։ Ուրեմն այս 5-ը CSS-ի կոդերն են ու գրելու ենք style հավասար ու ճակերտների մեջ են գրելու։ Լավ, հիմա եկեք font size 25 պիքսել, հա, տեսակ, ուրեմն control S տվեցինք, սախրանից տվեցինք ու գնացինք նայենք, տնանք ինչ ա եղել։ Ահա, տեսակ մեծացել է մեր տեմպորան։ Հա։ Okay, ուրեմն հիշեցինք, ճիշտ է։ Font size ինքը սահմանում է տեքստի չափսը։ Ինչ չափս ուզում եք գրեք։ Ուզում եք 25 պիքսելի շատ գրեք, ուզում եք 25 պիքսելի ցածր գրեք, հա։ Ըստ ցանկության։ Հաջորդը անցանք text line։ Text line հատկությունը սահմանում է տեքստի հորիզոնական դիրքը։ Այստեղ իրականում մենք text line ունենք, այստեղ տեսնենք ոնց է օգտագործվել։ Տեսեք, text line ունենք մի հատ center, ունենք մի հատ right, բայց այստեղ կոնկրետ USA-ի օրինակով է տրված եղել։ Հա։ Տեսնում եք, թեմատիկաները կարան շատ լինեն, կարա լինի Ամերիկա ձեր ինչ որ վերնագիրը, հա։ Դրա համար դուք ընտրեք թեման, որ ձեզ հետաքրքիր լինի։ Ահա, text line, ուրեմն text line-ը, ուրեմն եկեք այստեղ գրենք font size-ը չափսներ։ Հա։ Եկեք տեմպորային։ Ահա, եթե նկատեցիք, որ font size 25 պիքսել ու ստորակետ կետ ենք տալիս։ Ստորակետ կետ, որ դրանից հետո շարունակենք n մյուս հատկանիշները, հա, ստորակետ կետ։ Font size 25 պիքսել ու ստորակետ կետը գրում եք, հետո նոր մնացածը արդեն էլի հատկանիշներ, գույն բան, կարող է լիքը հատկանիշներ եք տալիս, ստորակետ կետ եք գրում, որ մնացածը, եթե ուզենաք, էլի մի բան գրեք։ Ուրեմն, ինչ են գրում։ Չեն գրում, բնականաբար գրում էինք text line, եկեք text line գրենք։ Text line հեսա ինքը արդեն բերում է։ Դուք գրեք center, եկեք center ընտրենք, կենտրոնը ընտրենք։ Եթե center գրեցիք, լինելու է ուրեմն կենտրոնում, տեմպորան։ Եկեք բայց գիտեք ինչ անենք։ Եկեք այս սրանք արդեն տանք HTML-ին, որտեղ
տեքստի մեծատար կամ փոքրատար լինելը։ Հա։ Հիմա եկեք տեսնենք այստեղ օրինակ ոնց ենք օգտագործել։ Text transformer-ը 3 հատ ձև ունի։ Ну, շատ ունի, բայց հիմնականը կարող ենք 3 հատ ասել. capitalize, uppercase ու lowercase։ Հա։ Տեսեք, capitalize, uppercase ու lowercase։ Capitalize-ը ինչ է? Capital մեծատառն է, չէ՞։ Ինչ եք կարծում, որ capitalize հավաքենք ինչ կլինի։ Եկեք տանք։ Ուրեմն առաջինին text transform capitalize ենք բերել։ Ոյ capitalize ինքը բերել է։ Նկատում եք, չէ՞, եթե մի հատկանիշը գրում ենք, մյուս հատկանիշի վերջում դնում ենք կետ ստորակետ, հետո նոր ենք մյուսը գրում, չէ՞։ Առանց կետ ստորակետի ուղղակի ինքը ոչ մի չի անի, հա։ Գրեցիք, վերջացրեցիք, text transform capitalize, կետ ստորակետ։ Ու ինքը ավտոմատ է դնում, բայց ուշադիր եղեք, որ պարտադիր դրած լինի, որտեղ մեկ-մեկ դրված չի լինում, հետո այդ կետ ստորակետի պատճառով չի աշխատում, օրինակ չի փոխվում, հա, գույնը կամ ինչ որ ուզում եք որ փոխեք, ու հետո մտածում եք ինչի չփոխվեց, ինչ որ սխալ բան եմ արել, հա։ Ուշադիր եղեք, որ դնում եք text line left կետ ստորակետ, հա, հետո շարունակություն էլի կետ ստորակետ։ Կետ ստորակետերը մի չմոռանաք։ Եկեք lowercase ընտրենք։ Սխալացնենք ու գնանք տեսնենք ինչ ա եղել։ Նախ եկեք սկսենք ներքևից։ Երբ որ հավաքեցինք lowercase նշանակում է փոքրատառ, ճիշտ է։ Այսինքն կարևոր չէր, որ դուք այնտեղ մեծատառ եք գրել, ինքը մեկը սարքեց փոքրատառ։ Տեսաք, որ ինքը մեկը սարքել է փոքրատառ։ Հիմա եկեք այս HTML-ը գրենք փոքրատառով։ Որ տեսնենք բա փոփոխությունը ո՞րն է, որտեղ իրականում փոփոխություն չենք զգում։ Հա։ Տեսաք, փոքրատառերով հավաքեցինք առաջի երկուսը։ Տեսեք։ Այս HTML-ը, երբ որ ասում ենք lowercase, հա, երբ որ այստեղ հավաքում ենք lowercase, վերջ, ինքը փոքրատառ սարքեց։ Հիմա առաջինը գրել ենք capitalize, երկրորդը գրել ենք uppercase։ Capitalize, երբ որ գրում ենք, ինքը մենակ առաջի տառն է մեծատառ սարքում, ոչ թե ամբողջությամբ, այլ մենակ առաջի տառը։ Իսկ երբ որ գրում ենք uppercase, ինքը բոլոր տառերը մեծատառով է գրվում։ Ուրեմն նորից capitalize մենակ առաջի տառն է մեծատառ գրել, uppercase բոլոր տառերն է մեծատառ գրում, lowercase բոլոր տառերը գրում է փոքրատառով։ Կարևոր չի դուք ընդ ինչ եք հավաքել մեծատառ թե փոքրատառ։ Ինքը տենց է սարքել։ Հա։ Լավ։ Եկեք հաջորդը նայենք։ Text decoration line։ Հա, text decoration line հատկությունը օգտագործվում է տեքստին գիծ ավելացնելու համար։ Հիմա կհասկանանք, թե խոսքը ինչի մասին է։ Text decoration, հա, տեքստի դեկորացիա կամ line-ը ինչ է նշանակում։ Line նշանակում է գիծ։ Հա, գիծ։ Ուրեմն ունենք overline, տեսեք line-ը մեջն է։ Underline ու line from։ Հիմա տեսնում եք, այսքան լիքը մենք թեգեր ենք անցնում, հատկանիշներ ենք անցնում, հա, եւ այլն, հիմա կարող ասեք, բայց քանը ես ոնց հիշեմ, պրոյեկտներ անելով։ Երբ որ դուք տեսնում եք տեսահոլովակը, հա, հետո գնում եք պրոյեկտներ անում եք, իրենք տպավորվում են։ Ու բացի այդ կարող եք հենց տեսահոլովակը էլի մի քանի անգամ նայել, լեզուն ոնց է սովորում։ Օրինակ անգլերենը ոնց եք սովորում։ Անընդհատ, հա, նայում եք տեսահոլովակները
նույնն արեք։ Փորձեք նույնն ձեր սիրած թեմատիկան ընտրեք, հետո քիչ-քիչ ամեն դասին բնականաբար կստանանք ավելի մեծ ու սիրուն պրոյեկտներ։ Սա ուղղակի մի փոքր սկզբնական ներկայացում։